Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 5-ի համար։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 5-ին։ Այդ օրը բավականին ուժ կունենաք ինչ-որ գործեր անելու համար, ինչ-որ գործեր առաջ մղելու, կարգի բերելու համար։ Նաև եթե կարիքը կա, ապա ձեզ կաջակցեն, կօգնեն այդ օրը, նաև ուշադիր եղեք պետավտոտեսուչն հետ, որպեսզի չհանդիպեք։ Նաև կարող է ինչ-որ հեղինակավոր մարդու եք այդ օրը հանդիպում, ձեզ օգնում է։ Եվ այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի, ուղղակի խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք։ Տեսնենք, ցույց կտա ինչ-որ միգուցե գումարի հետ է կապված այդ խոչընդոտները, գումարային խոչընդոտը, ֆինանսական խոչընդոտը, որը որ պետք է կարողանաք հաղթահարել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 5-ին։ Տանը կարող եք լինել, տանը անցկացնեք, տան գործերով զբաղվեք, հյուրեր ընդունեք, հյուրեր ճանապարհեք, ինչ-որ վերանորոգում սկսեք, կամ թեթև է ինչ-որ կոսմետիկ վերանորոգում, նաև ուբոր կա, տան մեծ մաքրություն։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, ոմանք նաև այստեղ կարիերայի փոփոխություն, բարձրացում, առաջ խաղացում կունենան, նաև ինչ-որ նոր կյանքի իմաստ կգտնեք, նոր ինչ-որ էներգիայով կլցվեք, ինչ-որ նոր գործ անելու համար, նոր բան սկսելու համար։ Այսքանը, միգուցե տուն տեղափոխվել եք և այնտեղ արդեն ուրիշ ձև է, ուրիշ մարդիկ են, ուրիշ էներգիա է և կարող եք ամեն ինչ նորից սկսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 5-ին։ Ինչ-որ մի բան է գնալու ձեր կյանքից, դա որ գնում է հավիտյան է գնում, պետք է բաց թողնեք, այսպես թե այնպես դուք ուզեք թե չուզեք, եթե նա գնում է, ուրեմն նա կգնա։ Ինչ-որ մի բան է, դա ուրիշին տեղ բացում, ուրիշին է տեղ բացում, ուրիշ բանի համար է տեղ բացում, այնպես որ թողեք, թող գնա ինչ-որ գնում է։ Նաև այդ օրը հանդիպում, շփում կունենաք որևիցե կնոջ հետ, առիթն է միգուցե, կամ առիթի հետ է կապված, կարող եք հանդիպել, խոսել, պայմանավորվել իր հետ, ինչ-որ առիթ անելու, առիթ կազմակերպելու, նման ինչ-որ հարցերում, կամ հենց իր առիթն է, որ պետք է գնաք այդ օրը։ Հասարակական գործիչում, որ այդ օրը կհանդիպեք։ Եվ ոմանք նոր պաշտոն կստանան, առաջ խաղացում, նաև նոր իմաստ կգտնեք կյանքում, կզգաք, որ ինչ-որ հասունացել եք, ինչ-որ մի բանը ձեզ իմաստ կտա, նոր ձևի, որ նաև կզգաք, որ իմաստուն եք դարձել, ինչ-որ հարցերում ուրիշ ձև եք արդեն նայում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 5-ին։ Ուսմամբ կզբաղվեք, գիտելիքներով կզբաղվեք, նաև գաղտնիք է բացվում ոմանց համար։ Այստեղ գաղտնիքը բացվելուց հետո այդքան է դուրս չի գալիս, թե ինչ է կատարվում ձեզ մոտ։ Եթե ինչ-որ հստակ մեկի հետ է կապված այդ գաղտնիքը, ապա այստեղ վեճ և բաժանում։
մի հատ լավ ուսումնասիրեք այդ գաղտնիքը, տեսեք հաստատ իրական է կամ արժե դրա համար բաժանվել կամ նմանալ, հետո նոր բաժանվեք կամ եթե հայ ինչ-որ կտրուկ ոտև քայլ եք անում այստեղ գաղտնիքը լսելուց հետո առանց երկար բարակ մտածելու, մի անգամից վեճ է այստեղ։ Նաև ոմանք կարող են տուն մաքրել այդ օրը, զբաղվեն տամաքրությամբ, նաև կյանքում ոյցը էջ փոխեն եւ ուրիշ ձև սկսեն ապրել եւ հիմքից ոյցը մի բան փոխեք ձեզ մոտ եւ սկսեք ուրիշ ձև ապրել ամեն ինչը ուրիշ ձև մտածեք ուրիշ ձև վերլուծեք եւ ուրիշ ձև ապրեք այսուհետ ոմանք էլ նաեւ վիրահատություն է սա վիրահատություն կարող եք անել կամ դուք կամ մեկ ուրիշն է եւ ուշադիր եղեք նաեւ սուր գործիքների հետ զբաղվելիս Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 5-ին։ Ամրև վեճ, հնարավոր է տուն եք մաքրում, եթե վեճ ապա կարող է խորամանկ եւ խաբեբա մարդկանց հետ վիճեք եւ այդ մարդկանց ձեր կյանքից ի վերջո հանեք դուրս Կողք տուն եք մաքրում և այդ օր նաև հանդիպում եք ոյցը խորամանկ անձնավորության, խաբեբա անձնավորության Միգուցե դուք պետք է լինեք խորամանկ, միգուցե դուք պետք է ինչ-որ այդ խորամանկություն դրսևորեք ինչ-որ մի հարցում Դա է ցույց տալիս է, որ դուք եք խորամանկ լինելու Այս նաև չի բացառվում, որ ուղղակի խաբեբա մարդիկ են և այդ օրը կռվում եք իրանց հետ, վիճում եք Նաև Այդ օր ինչ-որ մի բան կգնա ձեր կյանքից, միգուցե նման մարդկանց հետ վիճեք եւ ձեր կյանքից հեռացնեք եւ այլևս վերջ, ոնց որ այլևս նա չկա ձեր կյանքում։ Այդքան էլ ճիշտ, հավեսո։ Այդքան էլ ճիշտ։ Կգնա ձեր կյանքից կամ դուք կհանեք կամ ինչ-որ մի բան է։ Ինչ-որ մի բան է, որը որ կգնա ձեր կյանքից, դա անվերադարձ է, գնում է եւ վերջ, բաց թողեք, նորին տեղ է բացելու, այնպես որ սպասեք ավելի լավ է, որ նորը գա։ Նորը ավելի լավն է միշտ լինում, քան այն որ կար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 5-ին։ Կան քարտերի միջից անընդհատ նույն քարտերը դուրս կգա ու անընդհատ նույն բանն եմ ասում։ Ես էլ եմ արդեն հոգնում։ Այդքան քարտ են, հələ նայեք, ինչքան քարտ են, բայց միշտ նույն բանն է դուրս գալիս։ Այդ օրը ձեզ կարող են աջակցել, ձեզ կարող են օգնել, եթե դուք դրա կարիքը ունեք։ Նաև ուժային կառույցի ներկայացուցիչների հետ կարող եք հանդիպել Նաև բախվել չի բացառվում, ուշադիր եղեք, ովքեր որ մեքենա են վարում, կարող ծանոթանալ նման մարդու հետ, հանդիպել նման մարդու հետ։ Այդ օրը նաև ոմանք կսկսեն ոյցը բիզնես բացել, ոյցը բիզնեսի հետ գործընթացները կարող եք անել, նոր կյանք սկսել, նոր հարաբերություններ, նոր ինչ-որ մի բան, փոքր մի բան, հղիություն, ծննդաբերություն Երեխաները կարող են գալ ձեր տուն, թոռները կարող են գալ ձեր տուն, դուք գնաք իրենց տուն, իրենցով զբաղվեք, երեխաների հետ ինչ-որ տեղ գնաք, ինչ-որ գործողություններ անեք։ Նաև այդ օրը ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանք նաև ինչ-որ գաղտնիք կարող են բացահայտել ձեզ համար, գաղտնիք իմանաք։ Նաև կյանքի էջ կարող եք փոխել, այլևս այնպես չէ, ինչպես որ դուք ապրում եք, հա, օրինակ Երեխան ծնվում է, այլևս վերջ այն նույն կյանքը չէ, հղի եք, այլևս այն նույն թեթև կյանքը չէ։ Նոր բիզնես եք բացում եւ դա եւս այն նույն կյանքը չէ, պետք է զբաղվեք դրանով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 5-ին։
Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 5-ին։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք, ոմանք հարսանիքի են այդ օրը, նշանադրության, կարևոր օր է նաև տանը, շատ ձեզ համար, ընտանիքի համար շատ կարևոր օր։ Նաև այդ օր ձեր առջև դռները բաց են, ինչ ուզում եք արեք, ինչպես ուզում եք արեք, ձեզ թույլ տվեք յուրաքանչյուր բան անել այդ օրը։ Նաև ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ամեն մեկը ինչ-որ մի բան կընտրին։ Ինչ-որ մարդիկ, եթե հարսանիքի եք գնում, նվեր, գումարի չափ, ծրարի գույն, ականջողեր, ոմանք եք շատ կարևոր, ինչ-որ մի բան է, դա կարող գործարք է։ Եվ կարևոր որոշում պետք է կայացնեք, արդյոք կնքել այդ գործարքը, չկնքել այդ գործարքը, անել, չանել, նմանատիպ ոչ է հարցերի առաջ կարող եք կանգնել։ Այսքանը ձեզ համար հիանալի օրեր ամենայն դեպս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 5-ին։ Այդ օրը բավականին ուժ կունենաք եռանդ ինչ-որ գործեր անելու համար, այստեղ նաև առիթ է հրավիրված, նվերներ եւ այլն, միգուցե այնտեղ ապարելու, ուրախանալու, քեֆանելու այդ էներգիան կունենաք։ Նաև եթե առիթ եք, ապա ուշադիր եղեք, այստեղ պետավտոտեսուչներին չհանդիպել հետո, առաջ, այդպես Նաև եթե ինչ-որ կարիք ունեք ինչ-որ օգնության, ապա ձեզ կաջակցեն, ձեզ կօգնեն այդ օրը։ Ժամադրություն ունեն ոմանք, նվերներ, անակնկալներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, առիթ, ծնունդ, կնունկ, գնալ ասերակական վայր, այնտեղ շատ մարդիկ լինեն, ուրախանաք, տրամադրությունը բարձրանա, կամ հենց առիթ է, նշանադրություն, ծնունդ եւ այլն, յուրաքանչյուր առիթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 5-ին։ Այդ օրը երեխաներով կզբաղվեք, ոմանց համար սա հղիություն է, ծննդաբերություն է, թորները կարող են գալ, թորներին տեսնեք, նաև նոր բիզնես ոմանք կարող են բացել, այստեղ գրանցել, գրել, ինչ-որ բաներ, որ երկուշաբթի օրինակ փաստաթղթեր դասավորեք եւ երկուշաբթի գնաք օրինակ ֆիրման բացեք, նոր կյանք է սա, նոր կյանքի սկիզբ, նոր հարաբերությունների սկիզբ, նոր աշխատանքի սկիզբ, ինչ-որ մի բան, նոր է ձեզ մոտ։ Նաև այդ օրը ոմանց համար գաղտնիք կբացահայտվի, ոմանք կզբաղվեն ուսմամբ, գիտելիքներով, ոմանք նաև ինչ-որ բաներ կսովորեն ինտերնետից, կյանքի նոր էջ կբացեք, նոր էտապ, ոմանք էլ այդ օրը գումար կստանան և նաև գումար կծախսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 5-ին։ Բան է գնալու ձեր կյանքից, բայց թողեք ինչ էլ որ գնա, թողեք թող հանգիստ գնա։ Միևնույնն է, թե պետք է գնա, կգնա, եւ եթե ինչ որ կարճեք, ապա անիմաստ է այն ինչից որ կարող կարճել։ Եթե մի բանը պետք է գնա, դա ձեզ հետ չի կարող ապրել, ապա բաց թողեք, թող գնա հանգիստ։ Նորին է տեղ բացում։ Նաև այդ օրը հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, յուրաքանչյուր բան կարող եք անել այդ օրը, դռները բաց են, ինչ ուզում եք արեք, հաջողություն է մեծ դա։ Նաև ոմանք կարող են վիճել այդ օրը, ոմանք տուն մաքրեն, գործողություններով զբաղվեք, դա մաքրությամբ զբաղվեք, ոմանք է կարող են վիճել, բայց դե ում հետ այստեղ արդեն տեսեք տեսնեմ, չնայած որ ընդհանուր է, ինչ նորմալ չի դա։
Հնարավոր է գաղտնիք է բացահայտվում, դրա վերաբերյալ է վեճը։ Այսքանը ձեզ համար կամ ուսման հետ է կապված, գորգռում եք, որ սովորեն եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 5-ին։ Ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, գիրեկի է, բայց միանույն է դուք կաշխատեք, կարիերայի փոփոխություն, բարձրացում, հնարավոր է նաև պատրաստվում եք երկուշաբթի օրվան, առաջին կողավորն է աշխատանքային եւ պատրաստվում եք դրան։ Նաև ոմանք այցել են հիվանդանոց, ոմանք բժշկական կենտրոն, որը բաց է իհարկե, չնայած բաց են, բայց որոշ կենտրոններ կարծես թե փակ են, դե չգիտեմ, գուցե բաց են։ Նման տեղ կարող եք այցելել։ Ուսման կենտրոն չեք կարող, բայց կարող զբաղվել, հա, դրանով, ինչ որ ձեզ կարող քննություն ունեք, սեմինար, չգիտեմ, ինչեր, նաև պարապեք, հա, ոնց որ դա էլ է աշխատանք եւ տանը գործանելը եւս էլի աշխատանք է։ Որտե մենք էլի աշխատում ենք ծրի։ Նաև այդ օրը ճանապարհներին կլինեք, ոմանք կարող են տեղափոխվել, նոր բնակարան, նոր տուն, նոր օրինակ կարող է խանութ է, բիզնեսի հետ է կապված, նոր տարածք։ Նաև ձեր գործերը առաջ կմղեք, այն գործերը, որոնք մնացել են այստեղ դրա համար, հա, ոնց որ կաշխատեք, ինչ որ մի բաներ առաջ կմղեք, որ հետո արդեն երկուշաբթի, երեքշաբթի, տեսակ, ձեզ համար ավելի հեշտ լինի այն ինչ որ պետք է անեք։ Եվ այդ օր ինչ որ խոչընդոտներ կան, այդ առաջ խաղացման հետ կապված ճանապարհներին, հա, տեսնենք այսինչ խոչընդոտ է։ Դժվարություններ կարող են լինել, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել։ Համար գիրակի է եւ կարող է շատ տեղեր որ փայք են, գուցե դա է ասում, որ դժվարություններ կլինի, լիարժեք որ կարողանաք ձեր գործերը առաջ մղել։ Խնդիրներ կարող է առաջանալ, ավելի հեշտ ձեր գործերը առաջ մղել։ Նաև փորձությունների մեջ հայտնվեք, որից հետո մարդը կարող է հրաժարվել իր արած գործից, հրաժարվել ինչ-որ մի բանը առաջ տանելու հետ կապված, այդպես է մարդիկ կան, փորձության ժամանակ հիասթափվում են եւ կանգնեցնում են իրենց գործերը, այլևս ոչինչ չեն անում։ Դա է փորձությունը, որ պետք է մարդը կարողանա հաղթահարել եւ շարունակել։ Դրանից հետո են նոր լավ բաներ լինում իր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 5-ին։ Ուժ կունենաք, եռանդ կունենաք, այդտեղ կարող եք նաև հանդիպել պետական աշխատողի հետ, նաև դուք ինքներդ կարիերայի ավելացում, առաջ խաղացում կունենաք նաև ձեր գործունեության մեջ, նաև եթե իհարկե, ապա ինչ-որ մարդիկ կարող են ձեզ ձեռք մեկնել, օգնել, գուցե պետական աշխատող է օգնողը, գուցե հեղինակավոր մարդ է, իր կարիքը ունեք եւ իրեն կարող եք դիմել եւ նա ձեզ օգնության ձեռք մեկնի, այդ օրը նաև շրջապատված կլինեք տարբեր մարդկանցով, ձեր հարազատ մարդկանցով, նաև այնպիսի շրջապատ կարող է լինել, որտեղ որ կան պետական աշխատողներ։ Նոր կյանքի իմաստ կգտնեք, նոր պահեր ձեր կյանքում, նոր հնարավորություններ, նաև ոնց որ կզգաք, որ արդեն ուրիշ ձև եք որոշումները կայացնում, առաջ ամեն ինչին թեթև եք նայում, հիմա այդքան չէ, ավելի մեծավարի է, ավելի իմաստուն կերպով է։ Եվ ինչ որ մի բանի կորուստ է, տեսնենք ինչի կորուստ է սա։ Էմոցիոնալ եք, սա տրամադրության անկում է, այդ օրը նաև, ինչպես ասացի, շրջապատված եք լինելու ինչ-որ մարդկանցով, գուցե նաև այդ մարդիկ են, հա, այդ տրամադրության անկման հեղինակը։ Ամենայն դեպս երեկոյան կարող է տատանվել նաև, հա, ձեր տրամադրությունը, կամ վատ, կամ լավ, հա, այդպես ինչ-որ բայ կարող է մտնեք
դեպրեսիվ վիճակի մեջ, այսպես մելամաղձոտություն, ուզում եք մենակ մնալ, մեկ կարող եք դուրս գալ, վեր կենալ, ուզենալ ֆիլմ նայել ընտանիքով, այլ նման ինչ-որ պահեր են սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։